Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մինասյան, այսօր ձեր մտերիմ ընկերներից մեկի Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Արդյոք հիմա ազգը արժանի է ապրում նրա, այսպես անվանը համարժեք է ապրում եւ ինչ պետք է անի, որպեսզի արժանի լինի նրա վաստակին։ Տեսեք, իհարկե դուք շատ ճիշտ հարց եք տալիս եւ պատասխանը հետեւյալն է։ Կարճ ժամանակի տեսակետով մենք չպետք է նայենք այն ժառանգությանը, որ մենք ստացել ենք մեր մեծ հզոր նախորդներից։ Ազգը ունենում է իր առաջընթացի եւ նաեւ տեղապտույտի, երբեմն նաեւ նահանջի ժամանակներ։ Եվ դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ինքը չի առաջնորդվում այն հիմնական գաղափարախոսությամբ, որը ձևակերպել է Նժդեհը, ինքը ասում է, որ ազգը ապրում է իր մեծ մեռելներով։ Եթե մենք չենք առաջնորդվում այդ սկզբունքով, չենք առաջնորդվում այդ մեր մեծ մեռելների թողած ժառանգությամբ, իսկապես մենք չենք կարող դիմակայել այն մարտահրավերներին, որը այսօր, երեկ, վաղը միշտ մեզ առաջ բերելու է ժամանակները։ Եթե մենք ուսումնասիրենք մեր հարևաններին, կտեսնենք, որ իրենք հենց այն են անում, ինչի մասին ասել է Նժդեհը։ Իրենք իրենց արմատներից երբեք չեն կտրվում։ Իսկ երբ որ տեսնենք, թե ինչ ենք արել մենք վերջի 7-8 տարիների ընթացքում, կհասկանանք մի բան, որ մեր իշխանությունների ձեռքով կտրում են մեզ մեր արմատներից եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը մեկն է։ Մենք գտնում ենք մի ծանր անկման փուլում եւ այդ անկումը կշարունակվի այնքան, քանի դեռ մենք մեր մեջ ուժ չգտնենք ու չվերադառնանք Նժդեհը, մեր հայ ֆիդայիները, մեր բոլոր մեծ վիրյալները սկսած Հայկ Նահապետից։ Ինչպիսի Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը, ով կյանքի 17 տարիները հանցկացրեց բանտարկության ու ակցիայի։ Հզոր, մրցունակ, առաջադիմող եւ հարևանների հետ խաղաղ ու հաշտ ապրող, բայց այդ խաղաղ ու հաշտ ապրելը պետք է լինի արժանապատիվ եւ ոչ թե ստորակար, այն ինչ որ հիմա անում են այսօրվա իշխանությունները։ Ի վերջո կհաջողվի հասնել Անկասկած, այդտեղ կասկածել չի կարող։ Մեր ժողովուրդը իր բազմադարյան պարության ընթացքում շատ ավելի մեծ ողբերգություններից է կարողացել իր մեջ կողողել, ու սա եւս մենք պետք է հաղթահարենք ու կհաղթահարենք հաստատ։